Շնորհակալություն, հարգարժան գործընկերներ, ներկաներ, պարոն նախագահող, հարգելի գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի ղեկավար, հատուկ քննչական կոմիտեի հարգարժան ղեկավար, այսօր մենք ըստ էության արձանագրում ենք մեր երկրի իրավապահ համակարգի, դատական համակարգի վախճանը, որովհետև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի սեպտեմբերի 18-ի որոշումը, վճիռը ուղղակի արձանագրում է համատարած անգործությունը 17 տարվա եւ ես կարծում եմ, որ մենք շանս ունենք սեպտեմբերի 18-ի վճիռը դարձնելու նաեւ փոսից այդ համակարգը դուրս բերելու հնարավորություն ու ես շատ պիտի ուզեի, որ այս լսումները նաև ծառայեն այդ նպատակին։ Մենք այսօր այստեղ ենք պետության, բարոյականության դատաստանի առջև կանգնելու համար։ 17 տարի մենք բոլորս, որպես համակարգ, խուսափել ենք ըստ էության պարզ ճշմարտությունից։ Ասելու, որ Հայաստանի Հանրապետությունը գնդակահարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Դատարանը, ըստ էության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատեց ոչ միայն կյանքի իրավունքի խախտումը, այլև ասաց, որ 17 տարի մեր երկրում չի եղել արդյունավետ քննություն, պետությունը չի կատարել իր պարտքը, պարզելու, թե ով է հրաման տվել, ով է կրակել, ով է սպանել եւ ով է թաքցրել։ Այս վճիռը հայելի է, որի մեջ մենք տեսնում ենք կոնկրետ անուններ՝ նախագահ Քոչարյան, վարչապետ Սերժ Սարգսյան, գլխավոր դատախազ Աղբան Հովսեփյան, ոստիկանապետ, պաշտպանության նախարար, գլխավոր շտաբի պետ, ամբողջ պետական համակարգը։ Եվ իհարկե ազգային ժողովի նախագահ, կոալիցիան այդ օրվա քաղաքական մեծամասնություն, Բարգավաճ Հայաստան կուսակցություն, Հայ հեղափոխական դաշնակցություն, Հանրապետական կուսակցություն։ Եվ օրինաց երկիրը հետո եկավ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ըստ էության առանց անուններ նշելու սահմանում է պետության պատասխանատվությունը։ Իրավական, քաղաքական եւ բարոյական իմաստով սա նշանակում է մեկ բան։ 2008 թվականի իշխող վերնախավն ամբողջությամբ պատասխանատու է պետական մեքենայի կազմակերպած սպանությունների, խոշտանգումների, ապօրինի կալանավորումների եւ դրանց բողոքարկման համար։ Ժողովրդավարական պետությունները վաղուց անցել են նման փորձությունների միջով եւ ձևակերպել մի շատ պարզ սկզբունք։ Այն երկրները, որոնք առերեսվել են ժողովրդավարության, սահմանադրական կարգի եւ պետական հիմքերի դեմ գործած հանցագործությունների հետ, հստակ պատասխանել են։ Մարդասպան ռեժիմները չեն կարող իշխանության վերադարձի իրավունք ստանալ։ Չեն կարող վերադառնալ եւ պետությունից մեզնից թալանած փողերով մասնակցել ժողովրդավարական գործընթացներին, վերադառնալու եւ ժողովրդավարությունը ջախջախելու եւ մեր ապագան կործանելու համար։ Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Չեխիան, Ռումինիան եւ Մոլդովան ուղղակի ապացուցում են այդ իրողությունը։ Այս բոլոր օրինակներում կա մեկ նույնական տրամաբանություն։ Պետությունները հստակ անուններ են տալիս ժողովրդավարության եւ պետության թշնամիներին եւ անհնար դարձնում նրանց քաղաքական ռեինկարնացիան եւ ռեաբիլիտացիան։ Հիմա հարցը մեր առաջ է. ինչ ենք անում մենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այս վճռից հետո։ Մենք գիտենք, որ 2008-ի մարտի 1-ին բանակը, ոստիկանությունն ու ուժային կառույցները առանց օրինական հիմքի ներգրավվել են քաղաքական բռնաճնշումների մեջ, տապալվել է սահմանադրական կարգը, ազգային ժողովը հետին թվով քվեարկել է այդ հակասահմանադրական որոշումների օգտին, դատախազությունը, դատարանները տարիներ շարունակ փակել կամ քողարկել են գործերը։ Այս ֆոնին ասել, որ հաջորդ խորհրդարանում չպետք է լինեն Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին առաջնորդած քաղաքական ուժերը, իհարկե ճիշտ է եւ մենք աջակցում ենք այդ հայտարարությունը, բայց իրավաքաղաքական առումով
չափազանց անբավարար ենք համարում։ Դրան պիտի հաջորդեն կոնկրետ գործողություններ եւ այս քաղաքական մարմինը պիտի զբաղվի առաջին հերթին դրանով։ Եթե դա չի ամրագրվում օրենքով, եթե մենք չենք ստեղծում լյուստրացիոն մեխանիզմ, այդ խոսքը մնում է ցանկություն, ոչ թե պետության կամք։ Մեր գլխավոր խնդիրն է, որպեսզի մարտի 1-ի ոչրագործության ամբողջ այդ գործողությունը, այդ հանցագործությունը իրականացրած պետական բոլոր մարմինները, ազգային անվտանգության ծառայություն, ոստիկանություն, պաշտպանության նախարարություն, գլխավոր շտաբ, որոնց ըստ էության այդ գործողություններին, այո, մասնակցել եւ հովանավորել է գլխավոր դատախազությունը եւ դատական համակարգը ամբողջությամբ աջակցել է այս գործողություններին, նրանց պետք է տրվի իրավական եւ քաղաքական գնահատական։ Սրա մասին ես խոսել եմ նախորդ գումարման ազգային ժողովում, սա ուղղակի է մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, ուղղակի մեր պետության անցած տարիների 17 տարիների իրավաքաղաքական գնահատականն է, թե ինչից է բաղկացած, ինչ բանդիտներից է բաղկացած եղել մեր քաղաքական եւ իրավական քաղաքականություն մշակող ուրեմն ամբողջ վերնախավը։ Շնորհակալություն։